որոշել եք ելնել ելույթ ունենալ Կոմկուսի դեմ, ասել, որ խարան է, հա, եկուց մոռանալու եք, չեք խոսալու, մինչև հաջորդ մի համայնքում կոմունիստական կուսակցությունը տեխնազու կառաջադրի որևէ մեկին, ասենք։ Ու կարող է այդ մեկը լինել սուրբ անձնավորություն, բայց կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ։ Կաշառքի թեմա չլինի, քրեական ուրիշ հանցագործություններ չլինեն տագը, ապօրինի կույքի հետապնդում չլինի, ասենք իր համար աչքաշած ազնիվ մարդ լինի, բայց կոմունիստական կուսակցության տեխնացուն լինի։ Ձեն չեք անելու։ Ինչու պիտի այսպիսի կրկնագի ստանդարտներով բան լինի, էլի, հա։ Ստալին։ Սա պարոն Ալեքսանյանի փոցավար ելույթի հետ կապված, եթե չլիներ պարոն Ալեքսանյանը իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ, լիներ հասարակական գործիչ ու ասեր այս ամբողջը, հաշվեք, որ բանը ճակատը պատճելու տղա է։ Իսկապես բանը մեծ շնորհակալություն պիտի հայտնել այդ տեսակ մտքերի համար, որը մարդը ձևակերպեց որպես չարիք կոմունիստական կուսակցությունը 223%-ով համաձայն եմ հետը, բայց երբ այդ մոմենտին հիշում ես, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ է, մարդու ֆազերը գցում է, էլի, պիտի ասի չհասկացանք։ Ասենք ոնց որ տանդ մեջ ունենաս մի հատ հանցագործ, դու իրան կերակրում ես, ինքը քնում է քո սենյակներից մեկում, հա, զուգարան է քնում, հյուրեր է բերում տուն տանում է 102-րդ ռազմապազայից, մարդ է բերում ձեր տուն տանում է, կամ ուրիշ ռազմապազայից է տանում բերում։ Ու դու բարբերաբար հիշում ես, որ դա բան է, ինչ է անունը, խարան է։ Հանցագործ է, չես պահում տանդ։ Ախպեր ջան, կասես ինձ, հա, մի հատ կհուշ, ցևը չգիտեք, ինչպես խարանից ազատվել։